իջացրիք, նստեցրիք ավտոբուս, հիմա մեզի ճիշտ է, մանման գազել, ճիշտ հազար գազել է, լավն է, կանգնած եք գազել, բայց ես չեմ ուզում ինձ նորից հետ տանեք գազել։ Հարգելիներս, ես տեսել եմ այդ լավը, ինձ եք հետ տանում։ Բերեք նոր երդուղի, ավտոբուսով, բերեք, մցրեք, 150 դրամ, ընդհանուր համագարկով, տոմսայնով, բերեք մցրեք, թող անուտ լինի մարզային։ Ես համաձայն եմ, բայց խնդրում եմ, էլ եմ ասում, թողիցների հետ, ամայսյայի հետ X յուղի բնակիչի, ինձ մի տարեք ընդեղ, մի տարեք, այն մարդը տարի մեկ անգամ է գալիս, առողջական խնդիրների, բանը չգիտեմ, հարսանիքի քեֆ մեֆ, այդպես բաներ է գալիս։ Ես ամեն օրյա ռեժիմով իմ ընտանիքից, բացի իմ 13 տարեկան աղջնակից 4 հոգի ուսանող 39-ս, ամեն օր նստում ենք տրանսպորտ։ Դու հիմա ամեն մենք բոլորս միասնական համակարգից օգտվում ենք։ Զեղչերով եւ այլն։ Հիմա դուք մեկ մարդու կտրվածքով իմ վրա 400 դրամ բեռ եք ալ, 1600 դրամ։ Սունդուկյան թատրոնը ձեր պետականն է, ինձ տալիս է 117,000 դրամ աշխատավարձ։ Դե խնդրում եմ իմ հարցը լուծեք։ Պետություն եք ներկայացնում, լիազոր մարմին, դե ասեք, ոնց ենք անում այս հարցը, ինչ անում ենք։ Դրել եք կտրում եք, քարտում եք, դանակով քաշում եք, այս օրենքը սենց ասում գնացինք ստեղ, всё։ Չի կարելի, պարոն Սիմոնյան, ես հասկանում եմ, դուք հիմա շատ գեղեցիկ ձևակերպում եք օրենքը սեն, այն 10 տարվա օրենքը բերեք մեյդան, բերեք նորից գործածեք։ Այդ համայնքները, որոնք որ ունեին, հայանիստը հիշում եմ, դուք անդադ շեշտեցիք, հայանիստից էլ եք հետաքրքրել։ Այդ համայնքները նույն խնդիրն է, նույն իր նման կապված է, բոլորի ասում եմ մարդը իր աշխատանքը, իր աշխատատեղը ման գալուց 59 համարի մարշրուտի վրա է մոտավորապես ման գալի։ Դուք լավ հասկանում եք, չէ՞, չի համար եմ ես ասում։ Դու հիմա միանգամից ես մարդկանց տոք նա բան եք առաջացնում։ Չի կարելի էլի։ Եկեք վերանայենք, իսկ միգուցե ուրիշ ուղով գնանք, միգուցե մենք փորձենք այդ օրենքը փոխենք։ Դուք կարող եք առաջարկել կառավարություն, չեմ կարծում, որ դա ազգային ժողովով պետք է փոխվի։ Չէ, այդտեղ դրույթ առնելու երևի, չգիտեմ։ Ես իրավաբան չեմ, թող իրավաբաններ ասեն, դա ոնց է փոխվում։ Տեսեք, դուք հիմա այն սահմանից եք խոսում, որից հետո տրանսպորտը չպետք է անցնի։ Այսօր այս սահմանը գծված է Երևանի վարչական տարածքում։ Այդ նույն հաջողության, եթե վերադառնանք հետ եւ օրենքի մեջ գրած լիներ պայմանականորեն, որ Երևանին հարակից կարող են սպասարկել դրա մի րոպե։ Չէ, կարևոր է որ մի րոպե։ Կարող են սպասարկել Երևանի տրանսպորտի կողմից, ու այդ սահմանը էլի հատած տրանսպորտ մտել է հաջորդ գյուղը։ Ու նույն սիտուացիան է, այդ սահմանը հատած տրանսպորտը հետ էր քաշվելու Երևանի սահմանակից բնակավայր, ու նույն խնդիր առաջացել։ Չէ, Երևանի սահմանակից չի անցել ընդեր, դա կարող է երկու դեպք այնել։ Այսինքն եթե հասարի վերևը գյուղն է, հիմա անցել է ստացվում։ Հիմա այդ սահմանը կա, ու այդ սահմանը անցել է։ Որը պարտավորվում է նաև անդամակցելով ու վավերացնելով մի շարք միջազգային փաստաթղթեր ու մի շարք համաձայնագրեր, պետությունը պարտավորվում է այդ իրավունքների ու մի շարք առողջապահության նաև ապահովման իրավունքների ապահովումը։ Այստեղ ուզենալու չուզենալու հարց չկա։ Ես առաջարկում վերադառնալ տրանսպորտի ոլորտ։ Այո, դա ոչ բոլորը ազդում են իրար հետ փոխկապակցված։ Ձեր սահմանական իրավունքը, որևէ մեկը չի կոչնդոտում օգտվել տրանսպորտից։ Մենք ասում ենք, որ տրանսպորտ լինելու է համայնքներում, եւ այդ վրա կրկնակի ծախս է առաջացնում։ Ու այն փոխելի խմբին, որ օրինակ մանավանդ շուկայում ամեն օրյա աշխատանքի ալին, ոչ թե ուզում է գնալ, թե չի ուզում, այլ ստիպված է գնալ 80,000 դրամով աշխատի, որպեսզի իր երեխային կարողանա բուհ ուղարկել կամ դպրոց, իր վրա լուրջ դա ծախս է։ Ինչ է դուք նայում միայն, իսկ այդ տրանսպորտից հարգելիներս օգտվում է հենց այդ խումբը։ Մենք խոսում ենք միայն կողմակի, ուզում եք արեք, ուզում եք մի արեք, սա ուզենալու հարց չի, սա իրավունքի հարց է։ Ես չեմ ուզենալու չի, որ հիվանդանոց եմ բերում, ես ամբուլատորիա եմ գործում համայնքում ու բոլոր բնակիչները օգտվում են քաղաք Երևանի կամ Երևանի բժշկական հաստատություններից։ Հիմա բժշկական հաստատությունից օգտվելը դա ուզենալու կամ չուզենալու հարց է, կներեք պարոն Սիմոնյան։ Ոչ, դուք կարող եք ցանկացած որ բժշկական հաստատությունից, որից որ ուզում եք օգտվել, որը որ նպատակը։ Բայց եթե ինձ վրա կրկնակի ծախս է առաջացնում տրանսպորտը, կրկնակի ծախս։ Ես չեմ կարողանում օգտվել ու այն խոցելի խումբը, որը մի անգամ իրենց ստիպելով կարող է գնալ, հաջորդ անգամ չի գնալու։ Դուք խոսում եք միակողմանից, եթե մենք խոսում ենք համայնքների զարգացումից ու դուք պարբերաբար օրենք
Օրենքը տենդերից առաջ է եղել։ Օրենքը եղել է, բայց փոփոխությունը օրենքում, որը սահմանափակել է նաև հարակից մարզերը եւ տարածքները սպասարկել է, եղել է տենդերի շահելուց հետո։ Այո, նման իրավիճակ կա Այո։ նաև այլ բնակավայրերում, Հիմա որտեղից թույլ կտաք։ Ես վատի հետ չեմ ուզում համեմատել եւ որպես ժողովրդավար զարգացող պետություն, Վատն ու լավը որ մարդը հնարավորություն չունի օգտվել տարբեր ծառայություններից։ ինչու՞ հնարավորություն չունի։ Տարբեր ֆինանսական եւ տրանսպորտային ծախսի Պարոն պատճառով։ Սիմոնյան, կարելի է ես մի բան ասեմ, Շահույթ Հասիմյանը ինքը։ Ուրեմն նայեք, հիմա հենց է ձևավորվել է, ես այն մեր հանդիպման ժամանակ ասել եմ Երևանը մերձ բնակավայրերին, Այս բարի ուրեմն ֆիքս է, որ այդ պայմանը Դե, ստացվում է քննարկման Մի քիչ երկրորդ կատեգորիա չի կներեք, մի քիչ ինչ նկատի ունես, դե հստակ ասեց, դրաման եմ ասում մի քիչ, Քասախի տրանսպորտի դեպքում դուրս գա մինչև Պոշտայի մոտ, Պրոշան համայնքի դեպքում մի քիչ էստակադա կա, Իսկ մեր հանդիպման ընթացքում այն ինչ որ դուք բարձրաձայնել եք, այն առաջարկը որ դուք արել եք, այն խորությունը որ դուք ներկայացրել եք, համապատասխանում է իրականության, թե ոչ, խնդրում եմ ներկայացնել։ Պարոն Սիմոնյան։ Չի համապատասխանում։ Դուք Այն որում ես երկու անգամ էլ հարցրեցի։ Դուք եկեք հեղմեցիք ճիշտ ասած, բայց մենք մեր քննարկման ժամանակ դուք ձեր վերանով ասեցիք, որ դե հա, մենք ասենք այդ ինչ-որ պայմանական ենք ասում, ոչ մեկ էլ չի չափել։ Ես կասեմ, հա, հոգ չենք չափելու 150 մետր տես դիտակի ձեր Ես ասացի կարողը պլյուս մինուս ասել շարունակա, եթե խոսենք դրա մասին։ Դուք հեգնեցիք Շատ վերջը դարձան, խնդրում եմ բանջանեմ։ Ուրեմն դուք ասեցիք, որ մոնիտորինգ է կատարվել, երկու ուղղափոխադրման հստակ տիպը պատկերացնում։ Ասեցի չէ՞ նման։ Հիմա ես դες ասում եմ, ամսի 1-ին, ընդհանրապես մի քանի օր հետո մեր համայնքի ներքևի մասում գործել է կոմպլեքս կազմակերպություն, ինքը կիբերմարկետ է, մեծ հոլ է, հանրապետությունում եզակի, որը ունի 5000 աշխատատեղ։ Հիմա ես ասում եմ, ընդհանրապես մի քանի օրից լինելու է դրա բացում, ամսի 1-ից նա բացվելու է։ Դուք եթե արել եք մոնիտորինգ, կարող եք հստակ պատկերացնել ուղղափոխադրման թիվը ծավալը ինչ ա լինելու ընդհանրապես 2 օր հետո։ Պատկերացնում եք։ Պատկերացնում եւ կարծում եմ պատրաստենք նաեւ տրանսպորտ, տեսեք, երբ որ տեղի ունեցել ուղևորաբոսկերի հաշվարկ, այդ կազմակերպությունը չի եղել ուղևորաբոսկերի հաշվարկում։ Շատ լավ։ Հիմա վաղը կարող է լինել մեկ այլ կազմակերպություն, կարող է որևէ գործարան բացվել, որ բազմահազարանոց աշխատատեղերով եւ ուղևորաբոսկերի լրացուցիչ պահանջ առաջանում։ Այսինքն նշանակում է պահի ազդեցության տակ Բայ դինամիկա այդ ամեն ինչը փոփոխվում է։ Հիմա տեղի ունեմ ուրբանիզացիա Երևանում։ Չեք հասարակություն։ Ես դες հասկանում եմ, ո՞րս եք հասկանում ես։ Իմ հարցը շատ հասարակ է։ Ուրեմն մոնիտորինգը, որը կատարվել է, դա շատ կարճաժամկետ, գուցե մի քանի օրվա կտրվածքով է կատարվել։ Ես խնդրում եմ եւ առաջարկում եմ գոնե 1 տարվա կտրվածքով դուք մոնիտորինգ արեք։ Ես խնդրում եմ ուղղակի կազմակերպեք հանձնաժողով։ Եկեք միասին նայենք։ Ես համանքի ներսի մասի, հենց մենակ համանքի ներսում, Քասախ համանքի ներսում կատարել եմ նորակառուցներ ֆոտոներ, կարող եմ փոխանցել ձեզ այս ֆոտոները։ Դա հենց Քասախ համանքի ներսում է։ Ընդհանրապես 1 տարի հետո խնդրում եմ Արթուր Մարդայանն է։ Հա, ընդհանրապես 1 տարի հետո մեր համայնքը երրապատիկ աճելու է։ Դուք